Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո կահույքի խանութ սրահը»։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր շաբաթ է ապրիլի 18-ը, դա նշանակում է, որ մենք հանդիպեցինք միմյանց, սպասում ենք ձեզ հետ հանդիպմանը ամբողջ շաբաթ, որպեսզի միանանք եւ ձեզ բարի մաղթանքներով, արևի ջերմությամբ ժպտանք եւ ասենք իհարկե բարի առավոտ։ Այո, բարի լույս սիրելի հեռուստադիտող, մենք ամբողջ շաբաթվա համար առանձնացրել ենք հետաքրքիր տեղեկատվություն, որպեսզի ձեր շաբաթ օրը ոչ միայն արևոտ լինի, այլ նաև հետաքրքիր։ Եվ իհարկե սկսենք մեր հովանավորներից, մեր հովանավորներն են Տուն դեպո խանութ սրահը, Աջափնյակ բժշկական կենտրոնը, ինչպես նաև Dream Park հանգստի գոտին, որոնց մասին մանրամասն կներկայացնի իմ գործընկերուհին։ Սիրով, Տուն դեպո խանութ սրահի մասին կարծում եմ խոսելու կարիք չկա, շատ խոսուն, վառ ապացույց են այն կահույքի տեսականին լայն, որ դրված է մեր տաղավարում։ Dream Park հանգստյան գոտու մասին սիրով իհարկե կպատմեմ, այնտեղ պետք է գնալ, վայելել լորվա ճգնաղ բնությունը, մաքուր օդը եւ այնտեղ մատուցվող տարատեսակ համեղ ուտեստները։ Իսկ Աջափնյակ բժշկական կենտրոնում էլ կարող եք գտնել հենց այն մասնագետին, որ կլսի ձեր խնդիրները եւ հոգատար ու շատ պրոֆեսիոնալ մոտեցում կցուցաբերի ձեզ։ Հիշեցնեմ նաև այն հասցեները, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ու Telegram-յան ալիքները, ինչպես նաև Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան ու Instagram-յան հարթակները։ Շարժվենք առաջ։ Շարժվենք առաջ եւ արդեն տեղեկատվություններին անդրադառնանք։ Այսօր հայ ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի ծննդյան օրն է։ Բազմաթիվ միջազգային դափնիների եւ պարգևների արժանացած ճարտարապետի 100-ամյակն է։ Մեր մայրաքաղաքի դիմագծերի մեջ իր բացառիկ կերտվածքներով ժամանակի մեջ հավերժացած Ջիմ Թորոսյանը 1971-ից 1981 թվականներին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը։ Նրա նախագծերով կառուցվել են եկեղեցիներ, գերատասչական շինություններ, հրապարակներ, բուժհաստատություններ եւ հուշակոթողներ։ Այդ հուշարձաններից եւ կոթողներից են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մուտքը եւ բացօթյա խորանը, Սրբոց հրեշտակապետաց եկեղեցին, Երևանի քաղաքապետարանի շենքը պատմության թանգարանով, Կասկադ համալիրը, Վիլյամ Սարոյանի մահարձանը, Միքայել Նալբանդյանի ու Եղիշե Չարենցի հուշարձանները, Պարույր Սևակի եւ Մարտիրոս Սարյանի տապանակարերը եւ շատ այլ կոթողներ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում։ Այո, թերևս այսօրվա համար մեզ համար փոխանցված լավագույն աշխատանքները լավագույն ճարտարապետական գլուխգործոցների հեղինակներից մեկն է նա եղել եւ շարունակելով ասենք, որ այսօր աշխարհի երկրներում նշվում է հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը, որն առաջարկել է հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը 1982 թվականի ապրիլի 18-ին։ 1983 թվականին այն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Օրվա նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը մշակութային ժառանգության, դրանց խոցելիության մասին եւ անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ժառանգության պաշտպանության եւ պահպանման համար։ 4 տասնամյակից ավելի նշվող այսօրն անցկացվում է մեկ հիմնական խորագրի ներքո՝ պահպանենք մեր պատմական հայրենիքը, սակայն յուրաքանչյուր տարի օրվա միջոցառումները կազմակերպվում են մի որևէ կոնկրետ թեմայի շուրջ։ Այս տարվա թեման նվիրված է մշակութային ժառանգության պաշտպանությանը ճգնաժամային, այսինքն հակամարտությունների եւ բնական աղետների պայմաններում։ Այսօրն ամբողջ աշխարհում տարբեր համաժողովներ ու կլոր սեղաններ են անցկացվում եւ այցելություններ, տեսարժան վայրեր։ Նշենք, որ համաշխարհային ժառանգության կոնվենցիան ժառանգության պահպանության բնագավառում անկախ Հայաստանի վավերացրած առաջին միջազգային փաստաթղթերից է։ Հայաստանն այն վավերացրել է 1993 թվականի սեպտեմբերի 5-ին։ Նաև հիշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանից գրանցված են Սանահինի եւ Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, Սուրբ Գայանե, Ռիփսիմե եւ Շողակաթ եկեղեցիները, Զվարթնոց հնավայրը, Գեղարդի վանք եւ Ազատ գետի վերին հովիտը։ Բոլոր սիրելի վայրերը, ես գիտեմ, որ սիրում եք ժամանակ նաև այցելել այնտեղ։ Այո, եւ շատ կարեւոր օր է, ասա, հատկապես այս օրերին, այս տարվա թեման հակամարտությունների եւ բնական աղետների պայմաններում պահպանությունը, մշակութային ցեղասպանությունը, սպանդը այսօր կարծում եմ հասել է միայն սահմանի, որից այն կողմ պարզապես անմարդկային է։ Ինչպես գիտենք,
հիշենք օրերս էլ հերթական եկեղեցին փոշիացավ Արցախում, իսկ դա սարսափելի է եւ այսօրը հենց այն օրն է, երբ պետք է բարձրաձայնել դրա մասին։ Այո, միշտ խոսել, որպեսզի պատմության մեջ գոնե խոսելով հիշեցնել, գոնե հիշեցնել, որ ունեցել ենք նման կառույցներ եւ հույս ունենալով, որ մի օր դրանք կվերականգնվեն։ Գոնե ինչ-որ մի ձևով։ Այո, Աստծո կամոք։ Շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, այսօր նաև մեր բոլորի շատ սիրելի կրկեսի միջազգային օրն է նշվում։ Ամեն տարի ապրիլի 3-րդ շաբաթ օրն է նշվում այս հիասքանչ օրը։ Տոնը 2009 թվականին նախաձեռնել են Եվրոպական կրկեսային ասոցիացիան եւ Կրկեսի համաշխարհային ֆեդերացիան, որը գործում է Մոնակոյի արքայադուստր Ստեֆանիայի Հովանո ներքո։ Արդեն 2010 թվականից այսօրը դարձել է ամենամյա տոն բազմաթիվ երկրներում։ Եվ իհարկե կրկեսի միջազգային օրը եւս մեկ առիթ է հիշելու հայ մեծանուն արտիստին, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանին, որը կրկես բերեց նոր ենգիբարյանական ուղղությունը։ Ծաղրածու, որի դեմքին ժպիտը նկարված չէր, քիթն անբնական մեծ ու կարմիր չէր, տաբատն ու կոշիկներն էլ հսկայական չէին, բայց Թերևս նա յուրահատուկ էր, բացառիկ եւ յուրահատուկ, Ենգիբարյանը մարդկանց ժպիտ էր պարգևում եւ խոսում մարմնի լեզվով եւ առատ դիմախաղով։ Եվ ինչպես իր գունդը ափի մեջ պատմվածքում է ասում, կրկեսում մարդիկ բարդագույն հնարքներ են բանեցնում։ Նրանք թռչում են գմբեթի տակով, տասնյակ առարկաներով աճպարարություն են անում եւ դեռ կանգնում են մեկ ձեռքի վրա։ Այդ ամենը իհարկե դժվար է եւ ծանր։ Այդուհանդերձ վաղ թե ուշ մոռացվում է։ Այն միայն մի բան երբեք չի մոռացվում, երբ դու կանգնած ես զույգ ձեռքերի վրա, մի ձեռքը դանդաղ պոկում ես հատակից եւ հասկանում ես, որ քո ափի վրա փռված է երկրագունդը։ Հիասքանչ է ասված նրա կողմից եւ այդ իր հնարքի հիասքանչ բացատրված է։ Կրկեսի բոլոր արտիստներին ենք շնորհավորում, մեր մանկության կարծում եմ ամենավառ հիշողություններից է կրկես այցելելը դպրոցի դասընկերներ։ Այո։ Շարունակենք, ապրիլի 18-ին այսօր նշվում է նաև ռադիոսիրողի համաշխարհային օրը։ Ամսաթիվն ընտրվել է ի պատիվ 1925 թվականի այսօրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ռադիոհաղորդավարների կողմից ստեղծված միջազգային ռադիոսիրողների միության։ Դրա նպատակը սիրողական ռադիոհաղորդակցություններում ներգրավված բոլոր մարդկանց միավորելն էր, քանի որ ռադիոն կենդանի ու շփվող է շնորհիվ հենց ռադիոլսողների։ Այսօր միության անդամներ են ռադիոսիրողներ շուրջ 160 երկրից։ Սակայն չշփոթենք ռադիոյի օրվա հետ, որը նշվում է մայիսի 7-ին։ Իմ սիրելի ռադիոյի, որովհետև հենց ռադիոն էլ պատճառ է դարձել, որպեսզի ես հայտնվեմ հեռուստաընկերությունում եւ ընտրեմ լրագրողի եւ հաղորդավարի մասնագիտություն եւ համացանցի հայտնվելուն պես հիշում ես ասում էին, որ ռադիո լսողները կքչանան, կվերանան, բայց նրանք կան, քանի որ ռադիոն հասանելի է գրեթե ամենուրեք։ Դառնում է աստիճանաբար, այո, համացանցից հետո հեռուստատեսություն, ինչ որտեղ։ Այս հատվածի համար նախատեսել էինք այսքանը, մենք թողարկումը շարունակում ենք, ինչ ենք անում, այս պահին երաժշտություն ենք իհարկե լսում, որպեսզի արդեն դիմավորենք մեր հյուրերին, խնդրեմ։ Շոպտոր բաղնիքի օր է, կապ ուտան ձեռքիս է, տակ ճուրունի դեմը, մամիս քիսենգը քսե, վայ բաբո, ես բաղնիքը։ Բաբո։ Վայ բաբո,
Բարի լույս, սիրելի հեռուստադիտող, մեր եթերը շարունակվում է եւ ուզում ենք ասել, որ ապրիլի 29-ին էկրան կբարձրանա «Օպա Պապա» ընտանեկան կատակերգական ֆիլմը, որը ռեժիսոր Գոր Գրիգորյանի եւ պրոդյուսերներ Գոր Օրդուխանյանի եւ Արմեն Գրիգորյանի դեբյուտային դիամետրաժ խաղարկային ֆիլմն է։ Ստեղծագործական խումբը խոստանում է դերասանական աստղաբույլով, սուր հումորով, ինչպես նաեւ անսպասելի զարգացումներով պատմություն, սիրո, ընտանիքի եւ պատասխանատվության մասին։ Այո, ինչպես սիրում ենք ասել, ոչ մի հանգստյան առավոտ առանց թատրոնի եւ կինոյի, այսօր այդ առավոտներից է խոսելու ենք կինոյից։ Ռեժիսոր Գոր Գրիգորյան, պրոդյուսեր Գոր Օրդուխանյան եւ դերասան Գագիկ Ադիլխանով։ Բարի լույս, բարի գալուս մեր Բարի Ինչպես եք։ Լավ ենք։ Արդեն ձեր տրամադրությունը քիչ չափ խոսում է ֆիլմի մասին։ Այո։ Օրը լավ է սկսվել։ Շատ լավ է, լավ է, հրաշալի։ Արդեն պատրաստվում եք պրեմիերային սրտադրով։ Սպասը օր։ Աշխատանքները հասցրել եք ավարտին հասցնել, ինչ դեռ չեք արել, ինչ փուլում եք այս շրջանում։ Աշխատանքները արդեն ավարտել ենք ֆիլմի, արդեն ոնց է պատրաստվում ենք, որպեսզի պրեմիերան անենք եւ արդեն ապրիլի 29-ին կլինի պրեմիերան, դրանից հետո արդեն մեր հայրենակիցը կարող են գալ ֆիլմը նայել, արդեն կինոթատրոն։ Եվ մասնիկը դառնալ այդ ամենի։ Լավ, սկսենք ուրեմն գաղափարից, ինչպես գաղափարը առաջացավ, հենց այսպիսի ֆիլմ նկարահանելու, ինչպես այսպիսի թիմ հավաքվեց, շատ հետաքրքիր անձնակազմ է եւ շատ հետաքրքիր դերասանական կազմ։ Շնորհակալություն, ես պատասխանում եմ։ Այո։ Գորերից որևէ մեկը։ Ռեժիսոր Այո։ Դե մենք ես ու Գորը ընկերներ ենք, բացի մեր մասնագիտական ընկերությունը, նաեւ աղացին ընկերներ ենք։ Ֆիլմի մյուս պրոդյուսերը հարազատ եղբայրս է Արմեն Գրիգորյանն է։ Տենց ծանոթացած իրենց հետ, ավելի մոտիկ ընկերներ դառան քան ես Գորի հետ, ու որոշեցին կինո անեն։ Տենց ես եմ համաձայնվեցի ասյալ։ Սցենարն է։ Սցենարի հեղինակներ Ռաֆայել Ջալալյան, Վարուժան Գալտակյան, Տիգրան Գալստյան, շատ տղաներին ես գործը շատ լավ եմ արել, վստահ եմ, որ հանդիսատես պիտի իրենք դասեն ու վստահ եմ, որ հանդիսատեսին դուր կգա ֆիլմը, քանի որ մենք արել ենք այդ մեր ընկերներով, sense ոնց նկարման հրապարակներ, այդպես ջերմ է եղել ու վստահ եմ այդ նկարման հրապարակը կփոխանցվի մեծ էկրաններ։ Դրա համար բոլորին խորհուրդ ենք տալիս դիտել ձեզ էլ անպայման գնացին դիտեք, շատ լավ ֆիլմ է։ Անպայման կդիտենք մեր կարծիքը այո կասենք, բայց մինչ այդ ձեզնից յուրաքանչյուրիցը կուզենք լսել, թե ըստ ձեզ ֆիլմի գլխավոր մեսիջը ասելիքը ո՞րն է։ Ռեժիսորը պետք է պատասխանի։ Չէ, դուք էլ ձեզնից ասեք իհարկե, այո։ Ռեժիսորը պատասխանատվության մասին է ֆիլմը, երբ դու պատասխանատու ես, այսինքն սկսում ես սիրել այն ժամանակ, երբ որ դու պատասխանատու ես, ու այդ պատասխանատվությունը շատ կարևոր բան է կյանքում, ու կարող է շատ անսպասելի պահի ունենալ բան կատարվի քո, որ պետք է պատասխանատվություն վերցնես քո կյանքում, ու հիմնական մեսեջը պատասխանատվությունն է ու հայրենիքի մասին էլ թեմաներ կան, հայրենադարձության մասին էլ թեմաներ կան, որ մեկ էլ որտեղ էլ պատտվես ամենալավը քո հայրենիքն է, քո Հայաստանն է, թեկուզ փոքր գյուղ է, բայց ամենալավ ու ջերմ տեղը այն է, որտեղից դու ծնվել ես, որտեղի մարդ ես, որտեղ քո բնությունն է դա, էլի։ Ձեր կարծիքով Գոր։ Ես եմ նույնա կարծիքում, քանի որ ոնց որ գաղափարին միասին ենք եկել բոլորով, բայց պատասխանատվությունը հենց ֆիլմի ամենաառանցքային հիմնական կետն է, ինչի շուրջ որ կառուցվում է ամեն ինչ։ Իսկ դուք ինչպես եք գտնում ֆիլմի մեսիջը։ Ես գտնում եմ նույնը ինչ ասեցին երիտասարդ ռեժիսոր Գորը եւ պրոդյուսեր Գորը, ես եմ Գագիկ որպես դերասան, ինքը շատ հետաքրքիր, շատ ցած գունավոր, թարմ հանդիսատեսը կարող է շատ ցած հանգիստ գալ, կյանքը վայելել եւ գնալ տուն, ելի կյանքը շարունակվի։ Կտրվելով իրականությունից մի պահ։ Աջան։ Իրականությունից մի պահ կտրվելու։ Այո։ Գագիկ ձեր կերպարի մասին կխնդրեմ պատմել։ Բոլոր ֆիլմերում այսպես շատ սուր, ցայտուն դերակատարման եք միշտ հանդես գալիս, այ հետաքրքիր է այստեղ պապիկն եք երևի։ Ես ասեմ, իմ կերպարը այստեղ պահակ եմ խաղում։ Այդ գյուղում պահակ եմ, կլուբում մշակույթի տանը, դե կլուբը կարելի ասել ասել։ Մեր ժամանակներում կլուբը լրիվ այլ։ Ու մշակույթի տան ենք։ Այնտեղ պահակ եմ խաղում, այս պահակն եմ մեկ մոռացու տալ։ Մոռանում է, հիշողությունը։ Երբ աշխատողը իսկապես գալիս աշխատանքի, այդ ժամանակ մոռանում ու չի թողնում գործի մտնի։
ինքն էլ ասում է Արտուր ջա, ես եմ մեխակը։ Մոմենտը ինչ եմ ասում, բոլոր կերպարների նկար ֆոտո է անում, որ դեմքներով հիշում, բոլոր յուղացքի նկարները բաղակետում։ շատ հետաքրքիր կերպար է։ Մյուս կերպարն ծայրահեղությունի ծայրահեղությունը թակավոր եմ խաղում։ Այդ շագերտներ մեջ են։ Էդ էլ բան այնտեղ կբացատրեն արդեն։ Թե ինչպես է պահակը վերածվում թակավ։ Այո, էդ էլ արդեն հանդիսատեսը կտեսնի, էլի արդեն էկրաններին։ Իհարկե էլի մի բան է ուզում ասել, որ ոնց եմ ես նկարահանվել, որ Գրիգորյան ռեժիսորի մոտ։ Իր եղբայրը ինձ շատ մոտ է, շինարարներում եմ ապրում, միշտ են մեր Գագոյան, ուզում եմ մեր նկարում, մեր ֆիլմում նկարվեց, ասացի, մեծ հաճույք եմ, չեմ նկարում։ Եվ այդպես նկարվեցի ու շատ մեծ հաճույք եմ ստացել իմ կերպարներից, իրոք։ Մեծ ու փոքր դեր չկա, կարևորը տպավորիչ լինի։ Այդ է կարևոր, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, եւ շնորհակալ եմ Արմեն պրոդյուսեր Գրիգորյանից։ Քանի որ Գայքը շատ հետաքրքիր պատմեց ձեր համագործակցության մասին, մենք կուզենք նաև մյուս դերակատարների ընտրության հարցի մասին խոսել, ինչպես եկաք այդ ընտրությանը, հենց ինչի այդ դերերի համար։ Հատկապես փոքրիկի, որ բոլորին հետաքրքրել է։ Նախ երևի գլխավոր դերասանից սկսեմ Արսեն Գիդիկոյանից, դե Արսեն Գիդիկոյանը բոլորս գիտենք շատ տաղանդավոր հաղորդավար, երգիչ, բայց իմ համար իր ամենագլխավոր տաղանդը իր դերասան լինելն է ու ոնց որ մենք մեր ընտրության մեջ ընդհանրապես չենք տատանվել, միանգամից հենց հասկացանք կերպարը վերջնականապես գրվեց, հասկացանք, որ Արսենը կարա լինի, որովհետև իրոք ֆիլմը որ նայ ես շատ որպես ռեժիսոր գոհ եմ մնացել նկարման հրապարակում, հետո արդեն ֆիլմը նայելուց իր պրոֆեսիոնալիզմը տեսակցի այդ աշխատանք, մի խոսքով Արսենը Գրիգորյան Արսենը հեշտ համաձայնեց կան։ Արսենի հետ աշխատել ենք նախկինում, դրա համար ավելի հեշտ եղավ, ոնց որ ավելի վստահություն կար, միանգամից արդեն նկարման հրապարակում էլ այդպես խնդիր չկար, էլի վստահելու կամ բան, միանգամից արդեն շատ հանգիստ աշխատել ենք։ Երեխայի մասին Ռաուլ Կոնդե-Նորիսը շատ լավ Ռաուլը, իդեր Ռաուլի ուսու առաջին հենց նկարահանումը լինել, ինքը միջև էր լուսանկարչական տես գնացել օտան, բայց ոչ մի դերասանական բան չէր արել։ Ազգությամբ ով է։ Ազգությամբ Ֆրանսիա հայ։ Սխալվում հայը չենք սխալվում Ֆրանսիա հայ, էլի։ Հայ է, բայց։ Հայ։ Հայաստանում ապրում է, այստեղ պրոցես է գնում ու երբ որ հենց առաջին անգամ տեսանք մենք ինքնից հասկացանք ինքնա, որովհետև սենց հենց այդ վիդեո պրոբը ասվածը որ արեցինք հայերեն չգիտեմ տեսախցիկ փորձ Քաստինգ հայերեն քաստինգ միանգամից հասկացանք որ ինքը կլինի սենց հենց կինո Մոսկվայի մոտ ենք այդ վիդեոն որ արեցինք սենց ձերքից Ռաուլի բռնեցիք հայելեցը կինո Մոսկվայում են եթե համաձայն ես այնտեղ քո նկարը կլինի բայց հիմա արդեն իր մեծ նկարը կինո Մոսկվայում կար որովհետև շատ լավ արեց Ռաուլը իրականում շատ լավ էր ու հենց առաջի փորձի համար առաջին նկարման օրվանից մենք հասկացանք որ ճիշտ ընտրություն ենք կայացրել մնացած դերասանների մասով էլ գորը դասի ու ասում են բոլոր դերակատարները սենց ոնց որ մենք զգում էինք որ իրենք արդեն ոնց որ ամեն ինչ տենց էր գնում որ արդեն համաձայնությունը կար էլի երբ հանդիպում էինք մարդկանց եւ նաեւ կուզեմ նշեմ որ ավագ սերունդի ներկայացուցիչները մեզ շատ են աջակցել այս ոնց որ երբ որ մենք գնացել ենք դիմել ենք որ ֆիլմ ենք նկարահանում այսպես երիտասարդ սերունդով ես կուզեմ նշեմ որ Հրանտ Թոխացյանը եւ Նարեկ Դուրյանը մեզ շատ աջակցել են որովհետեւ երբ իրանք լսեցին մտքի մասին որ նոր երիտասարդ սերունդը նկարահանում է լիամետրաժ ֆիլմ ինչի մասին է այդ առաջի հարցերը ոնց որ եղավ ինչի մասին է ֆիլմը ովքեր են նաեւ լինելու դերակատարները դուք ինչ եք նկարել դուք ինչ եք նկարել ինչ եք արել բայց իմանալով որ մեր դեբյուտային առաջի ոնց որ լիամետրաժ ֆիլմն է իրենք եկան մասնակցեցին եւ որևէ գումար չվերցրեցին իրենց հենց դա է ուզում հարցնել, քանի որ նայեցինք դերասանական կազմը եւ հետաքրքիր լինելով ամեն դեպքում առաջին քայլերանով դեբյուտային ինձ հետաքրքիր ինչպես եկան բոլորը այն եզրակացման որ ձեզ մոտ ստացվել է ինչպես եք համոզել գուցե չեք համոզել վստահել են հավատացին որ երիտասարդները կարող են ինձ թվում է դա էր եւ նաեւ սիրեցին մեզ տեսնելով մեր ընկերական ջեր միջավայրը որտեղ մենք արդեն նշեցինք որ մենք առաջներդ ընկերներ ենք եղել, այդ ընկերությունը վերածվել է աշխատանքի, էլի մենք բոլորս ոնց որ միշտ եղել ենք ոլորտում, աշխատել ենք, փորձել ենք
բայց սենց ընկերներով ստացվել։ Միշտ ոնց նպատակ ունեցել ենք, որ ընկերներով պետք է նաև անենք մերը արդեն, էլի։ Ու սցենարը կարդացին, այլ ոնց որ այդ ամենից հետո սցենարը սինոպսիսի մակարդակում կարդացին, հետո բացված կարդացին ու ոնց որ արդեն վստահությունը եղավ ու իրականում մենք շատ հպարտ ենք, որ մեր ֆիլմում կան հենց այս քասթինգն է, մեր Ռիփսիմեն Ահապետյանը դարվա լավագույն երիտասարդ դերասանուհի եղավ, ոնց որ մենք մեր քասթինգից պարոն Գագիկի գլխավորությամբ ասեմ շատ մենք sense ուրախ ենք եղել։ Արանդա շատ բոլորը sense ու այդպես էլի դուք հանդիսատեսը որ նայ արդեն վերջնական իր կարծիքը կասի քասթինգի մասին, բայց մենք գոհ ենք։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ դուք գոհ եք ամեն դրական միջավայրում է անցել, բայց ամեն դեպքում հետաքրքիր է տարբեր բնույթի շատ վառ բնավորության տեր մարդկանց եք հավաքել։ Այո։ Ինչպես է նկարահանման ընթացքը, եղել են արդյոք օրինակ թեկուզ աշխատանքային կոնֆլիկտներ, հետաքրքիր պատմություններ։ Ես կարող եմ պատասխանել, նայեք, մեր մոտ ամենա այդպես որ տարիքային տարբերություն կար ու բնակավարների տարբերություն կար, այդ զույգը պարոն Նարեկ Տուրյանն էր եւ Գոշ Յոնոքյանը ու դեբյուտային ֆիլմերի դեպ ու ոնց որ այս ու իրանք բան էին էլի հենց դուետ էին ֆիլմում պարոն Նարեկ Տուրյանը գյուղապետն է Գոշը խառնամեխակի կերպարը ու իրանք ամեն տեսան իրար հետ խաղում ոնց որ հենց ստեղ էր էլի մեր հենց պրինցիպը հենց կարելի ասել այս տեսանների մեջ էր հենց քասթինգի ու հենց առաջի իսկ չիտ կփորձից չիտկայից մենք հասկացանք որ ստացվել է արդեն որովհետև հենց մի անգամից իրար sense բան ու արդեն կապ եղավ էլի ասոր այդ ասած բանը հա իրար բռնեցին էլի այսպես ասած ու sense կոնֆլիկտ ինչ-որ սուլտան որ ասեմ ինչ կոնֆլիկտ Կամ հումորային իրավիճակ։ հումորային իրավիճակներ դե շատ է եղել ընթացքում բայց որպես դեբյուտային ֆիլմ Գոշ Յոնոքյանը պարոն Նարեկ Տուրյանից արդեն հարցում եք ասենք ոնց է Գոշ Յոնոքյանը ասենք լավ է Գոշը շատ էր հավանում Իսկ դեպ հետաքրքիր, քանի որ թե Արսենը, թե հատկապես պարոն Դուրյանը եւ Հրանտ Թոխացյանը իրենց բնորոշ պահիտակ էքսպերիմենտալ հումորի հա տեսակի մարդ են։ Արդյոք եղան սցենարից որոշակի շեղումներ, որոնք մնացին ֆիլմում։ Այո, այո։ Նրանք շեղվեցին, բայց այնքան լավներ, որ մտածեցիք ֆիլմում կմնա դե։ Պատասխանես թե Պատասխան է։ Այո, խոսեմ։ Հա, հեչ, չէ, ասա։ Հասկացնի 2x Պարոն Նարեկ Տուրյանը սցենարի վրա հենց իր տեսաները իրար հետ ենք աշխատել, հենց որ գրել ենք մենք, հետո պարոն Նարեկ Տուրյանը իր ուղումներն էր անում վարկում էր ես աշխատում, արդեն չիկայի ժամանակ վերջնական տեսք ենք վերում ու հա շատ կատակներ հենց պարոն Նարեկ Տուրյանի գրածն որ շատ ծիծաղել էր ու տեղում հենց ասում էր հետի դերասաններն են, ոնց որ այդ փոփոխությունը չգիտեին, արդեն միանգամից ծիծաղ էր առաջացնում ու այդ էր հետաքրքիր որ ուզում ենք չասենք էլի մարդկանց փոփոխության մասին, համեն հենց ֆրակցիան ենք փորձում Այո, եղել են փոփոխություններ պարոն Նարեկ Տուրյանի կողմից, իսկ պարոն Հրանտ Թոխացյանի կողմից շատ չի եղել փոփոխություն, բայց պարոն Հրանտ Թոխացյանը այնպես եկավ պրոֆեսիոնալ իր գործը արեց, ասես մենք նայեցինք, ասացինք շնորհակալություն, ելի կուզենք աշխատենք, այսպես։ Այս հետաքրքիր իմպրովիզները նաև նկարահանման հրապարակում են եղել, էլի այդպես հումորային բան, բայց հիմնական ոնց որ պահելով ընդհանուր սյուժեն էլի էս։ Ընկերներ մի հարց է հետաքրքիր ու ձեր երեքի կարծիքը ինչու են Հայաստանում հիմնականում կատակերգական ժանրի ֆիլմեր նկարվում։ Ահանջարկն է շատ, հեշտ է։ Կարող է։ Պրոդյուսեր գոռա ավելի ճիշտ պատասխան։ Որովհետև շատ մեծ զուրծ թեմաներ, ավելի խոցելի կետեր, որոնց կարելի է անդրադառնալ։ Բայց պրոդյուսեր գոռ։ Հա, ես կարծում եմ, որ կատակերգական ժանրը ինքը ընդհանրապես աշխարհում է, էլի այդպես ինքը սիրված ժանր է, ու այդպես էլի մի շարք ժանրեր կար, որոնք որ շատ սիրված են, ֆենտեզին, բայց ֆենտեզի նկարելը ինձ թվում է ավելի բարդ է ու ֆինանսապես մի քիչ թանկ է, էլի այդքան ներդրում անես, ինձ թվում է չես հետառնել այդ գումարը Հայաստանի ոնց որ շուկայից, էլի։ Դրա համար ինձ թվում է ընտրում են կատակերգություն ժանրը, նկարում են այդ ժանրի ֆիլմ, բայց իրականում կատակերգությունը, եթե որպես իրան նաև ժանր մենք դիտարկենք, ինքը շատ սիրելի ու լավ ժանր է, այսինքն շատ հետաքրքիր ու լավ բան կան։ Թե լավ է նկարված, դե ոնց որ Օրինակ ես կատակերգություն ժանրը սիրում եմ, ես սիրում կատակերգական։ Բայց ես ֆիլմը ասելիք, որովհետև երբ պարզապես բառախաղ է, պարզապես այնպես ծառայական հնարքներով է ընթանում, որպեսզի դիտարկվի, Բայց ես դարձեմ հետո հումորով միշտ ինչ-որ բան փոխանցել եմ արդուն, ավելի ոնց որ մատչելի է, էլի դու կարողանում ես հեշտ փոխանցել ու ավելի ոնց որ sense
ավելի որ մարդիկ քեզ լավ հասկանա, էլի, բայց նաև հումորային ֆիլմը գործ դու ինչ կա։ Ես մտածում եմ որ հայացքում ընդհանրապես մարդիկ դրական էմոցիաների Այսքան դրական միջավայրում անցել ֆիլմի նկարահանումները նշանակում է իսկապես երևի ստացված ֆիլմ է լինում։ Իրոք ստացված ֆիլմ է, ես այն երկու բառ եմ ուզում ասել, Գորժ Գրիգորյան ռեժիսորը։ Իր այդ աշխատելը ես ինքս իր այդ շատ հեշտ եմ աշխատել, որտեղ ինքը այնքան լավ sense տրամադրությունով, ես այն տրամադրությունով բարձր ունեմ, այդ տրամադրությունը իր այդ շատ լավ sense կոնֆլիկտների մեջ են գան, բաներ են գան, ու լավ ստացվեց այդ ին կտորները։ Եվ իհարկե ասեմ, լավ երիտասարդություն է խաղում, դա էլ ասեմ, տղաները, աղջիկները, ու մի հատ ուզում եմ ասեմ Ջուլիա Բաբայան։ Այո, Տիկին Բաբրանի մասին։ Տիկին Բաբրան Սունդուկյանը, ես եմ Սունդուկյան թատում։ Ոնց որ ռուսական լավ խոսք ասում, սոչնա ակտրիսա։ Ունենց լավ տատիկ է խաղում, խոքին դրանց խաղում է։ Ու շնորհակալ եմ Գորգ Գրիգորյանին, որ պատի ունեցա իր ֆիլմը նկարվել եւ Գորգ պրոդյուսեր եւ Արմենից։ Իմանա որ իր մասին։ Օխադակ շնորհակալություն լսել։ Եվ այլս լավ Գիտենք իրար գովեն գնանք։ Հապուկ դիվաներ, բայց ասիկում։ Այսինքն մի բան ասում որ իրոք այդ ֆիլմը ոչ է նրա համար ես նկարում կամ ինչ որ Գորգ Գրիգորյանը իրոք լավ ֆիլմ է նկարում ու իրոք լավ ֆիլմ է։ Հանդիսատեսը շատ հավանելու է, բրավոներ ասելու եւ գնալու է տուն։ Այդ ես 100%։ Հանդիսատեսը արդեն վստահաբար սպասում է այսքանից Ես հետո։ հաճույք կստանաք այդ ֆիլմը, որտեղ այնտեղ ամեն ինչ կա։ Քանի որ այնտեղ ամեն ինչ կա, ինչպես նշեցիք, հումորին զուգահեռ, կասեք, ինչպես է արդեն ասացիք սկզբում լուրջ թեմաների մասին էլ կա հայրենիքի, հայրենիքը սիրելու, սեփական տունը սիրելու։ Ինչպես է միավորել հումորը, կատակերգությունը եւ լուրջ թեմաները, այսինքն ձեռագիրը, ձևաչափը ինչպես է ընտրել։ Օգտվել ենք հենց գլխավոր դրամատուրգիական կանոններից, 3 շրջադարձային օրենք, ոնց որ հիմնականում արվում է հենց ֆիլմ արտադրելուց, ֆիլմ գրելուց, հենց սցենարը այդ սխեմայով է գրած, որ պետք է չշեղվի սցենարից, եթե շեղվում սցենարից աշխատում է ինքը, հստակ կետեր կան, շրջադարձային բաները ոնց որ պահած անում ես ու արդեն ինքը ավտոմատ կերպով ստացվում է, էլի մնում է մեջինը դու արդեն սարքես, էլի քո ձևով, ասես մի քիչ ավելի բացատրական պատասխան։ Իսկ ունեք ավելացնել ինչ-որ բան ֆիլմի հետ կապված մինչև պրեմիերան։ Ֆիլմի հետ կապված գորը ունենանք մի հատ կուզեի կատակերգական բանի հետ կատակերգություն ժանրի մասով էլ մի բան հավել է, այնպես չստացվել մենակ ֆինանսական բանի պատճառով են ոնց որ մարդիկ կատակերգություն անում, որտեվ նաև ոնց որ այդ առօրյա ինքը դե բանից կտրվելու միջոց էլ է, էլի, այսինքն դու այդ ամենօրյա ոնց որ հոգսերից ազատվելու ոնց որ գնաս ու նաև ոնց որ բավականություն ստանաս այդ հումորից, որը որ նաև կսանսու ֆիլմից։ Ձեզ չէ վերաբերում բոլորին, որովհետև ինչպես գիտենք, այո, հիմնականում նկարվում է կատակերգություն եւ հարցը ընդհանրական է։ Իսկ ընդհանուր հանդիսատես ինչի ասեցիք բանը, ունենք ասել, իհարկե ունենք մեր հանդիսատեսին ասելու, մենք սա մեր առաջին դե ոնց որ արդեն չեցինք, որ առաջին լայնմետրաժ խաղարկային ֆիլմն է, դեբյուտային աշխատանքն է, մենք շարունակելու ենք, ցանկություն ունենք շարունակելու զբաղվելու ֆիլմ արտադրությամբ եւ ես կարծում որ մեր հայերի ընդհանրապես եւ հանդիսատեսի աջակցությունը մեզ են կինի, որպեսզի գնան եւ ֆիլմը դիտեն կինոթատրոններում, քանի որ այդ իրենց գնաց ամեն մեկ տոնսով, sense ինքը ուղիղ ես կարող եմ sense թե կարող ինքը գովազ տնչի կամ բան չի, բայց ամեն գնաց մեկ տոնսով իրանք նպաստելու են, որ մենք երիտասարդ ստեղծագործողներս հնարավորություն ունենանք նոր ֆիլմեր նկարահանելու։ Իսկ պատրաստ եք քննադատությունների Իհարկե, չէ, Առանց դրա ոչ։ հա, ես իրապես կարծում եմ այո։ այո, Առողջ լինի կարևորը քննադատությունը։ այո, մարդիկ ես շատ եմ որ գնա ֆիլմը նայեն, ինչքան շատ մարդ նայի, այնքան մենք հնարավորություն կունենանք նոր ֆիլմեր անելու էլի։ Եթե կհավանեն կնայեն արդեն։ Շատ լավ, ձեզ մաղթում ենք նախ շատ լավ պրեմիերա ամսի 29-ին, ապրիլի 29-ին կինո Մոսկվայում, դրանից հետո արդեն նոր ֆիլմեր ու հաջողություններ եւ հնարավորինս դրական կարծիքներ այս ֆիլմից։ Շնորհակալություն լավ հարցերի համար։ Շնորհակալություն։ Հաճելի այո։ Ծերունների երկխոսությունը տեսնել եւ ինչպես ասացիք, եկել ենք գովելու մեզ, մենք դեմ չենք։ Գովում են եւ առողջ են գովում, այո։ Եվ մեզ էլ հաջողություն։ Այո, իհարկե։ Հայերիս ասեմ, յատել իմ հայերին ապրիլի 20-ից հետո բոլոր կինոթատրոններում կարող եք գալ, ոպապապա ֆիլմը նայել,
ես ձեզ վստահեցնում եմ, որ այն սերը ջերմությունը, որ եղել է նկարանման հրապարակում, փոխանցի ձեզ էկրանների ցանկում, դուք էլ կգնաք, հետո կհավաստեք։ Դուք լավ ընկերներ եք, բայց Գորը նաև լավ պրոդյուսեր է։ Զգացվում է։ Սիրելի հեռուստադիտողներ, խոսում էինք «Օպա Պապա» ֆիլմի մասին, որը էկրաններին կլինի ապրիլի 29-ից եւ զրուցում էինք ռեժիսոր Գոր Գրիգորյանի, պրոդյուսեր Գոր Օրդուխանյանի եւ դերասան Գագիկ Ադիլխանովի հետ։ Մենք բարև երկիրն ենք, մնացեք մեզ հետ։ Միշտ հաճելի է խոսել ֆիլմերից, թատերական ներկայացումներից, թատերական փառատոներից եւ սա տարվա այն ժամանակն է, երբ մենք ավանդաբար պարտաճանաչ միշտ մեր շատ սիրելի Տիկին Մարիաննային ենք հյուրընկալում, որպեսզի խոսենք Արմոնո փառատոնից։ Ապրիլի 14-ին մեկնարկել է Արմոնո մոնոներկայացումների 24-րդ միջազգային թատերական փառատոնը։ Մինչև մայիսի 1-ը Հայաստանը կհյուրընկալի, ինչպես գիտենք, թատերական գործիչների մի շարք երկրների։ Այո, եւ ինչպես արդեն նշեցիր, ավանդաբար մեր հյուրն է Արմոնո թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, բարի լույս, եւ դերասան Բաբկեն Զաքարյանը, ում ներկայացման պրեմիերան այսօր է հենց լինելու։ Բարի լույս եւ բարի գալուստ մեր տաղավար։ Բարի լույս, բարի գալուստ, եւս մեկ անգամ ինչպես է սկսվել ձեր շաբաթ օրը։ Շատ լավ, որովհետև մեր հյուրերից մի մասը առավոտյան արդեն մեկնեցին եւ այդպես որ շատ ակտիվ է սկսվել, ես կարող եմ ասել։ Մեկնեցին Տիկին Մարիաննա։ Իրենց գործն ավարտեցին։ Այո, դեռ գալիս են։ Ուզում եմ նշել, գիտեք ինչ, մեր փառատոնը այն փառատոնն է, որ Ռումինիայից, Իսպանիայից, Իտալիայից դերասանները գալիս են իրենց հաշվին եւ առանց հոնորարի։ Այդպես որ դա խոսում է այն մասին, որ մեր փառատոնը շատ բարձր վարկանիշ ունի։ Քանի որ ամսի 14-ից արդեն մեկնարկել է, Տիկին Մարիաննա, ինչ տրամադրություններ են տիրում այս 4 օրվա ընթացքում, ինչ եք հասցրել անել փառատոնի շրջանակում։ Լիքը բան, լիքը ներկայացումներ, շատ հետաքրքիր, շատ բովանդակալից, տաղանդավոր, հետաքրքիր կերպարներով եւ նույնիսկ ասեմ ձեզ, մեր Իրանի հյուրն է ժամանել, ինչը մենք մի քիչ կասկածում էինք, ելնելով, բայց բոլոր դեպքերում նա եկավ, խաղաց իր ներկայացումը ու ասեմ ձեզ, իր ներկայացումը դա 3 էր, այո, դա ավելի շատ նույնիսկ այդ երկրի սատարման մի մասնիկ դարձավ։ Մշակույթը զորեղ սենք է։ Այո, եւ իր նուրբ կերպարը շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր, դա իրոք գիտեք, ես իրոք չգիտեի նա գալու է, չի գալու, որովհետև որևէ կոնտակտ չկար եւ երբ լիքը զանգեր էին, գիտեք, սենց չէր։ Ու հայկական համարից որ ասի ալո, հայ Մարիաննա, I'm a Dorsa, ասի ոյ։ Լավ է։ Ինչ հաճելի։ Ինչ լավ էր։ Ու գիտեք, երևի այդ հուզումը ոնց են, ինչ են, կան։ Երևի շատ ավելի հարազատորեն ես խոսեցի հետ։ Եվ իրոք մեր հանդիսատեսը շատ հարազատորեն ընդունեց իրան։ Եվ դա երևի մեր փառատոնների առաքելություններից մեկն էր, որ մենք կարողացանք իրան եւ իր բեմադրիչին նվիրել մի քանի օր լույս, արև եւ խաղաղություն։ Թող խաղաղություն լինի հավերժ եւ բոլոր տեղերում եւ հատկապես մշակութային միջոցառումների շրջանակում միշտ խաղաղությունը տարածվի եւ դրական էներգիան, որ դուք տվել եք նրանից էլ գնա եւ փոխանցի իր մյուս գործընկերներին։ Խոսենք նաեւ Բաբկեն Զաքարյանի հետ։ Բաբկեն, կպատմեք ձեր ներգրավվածության մասին։ Պատմեմ ներգրավվածության մասին, բայց մի քանի խոսք ընդհանրապես ասեմ փառատոնից եւ նաեւ շնորհակալություն ձեզ հայտնել, որ անդրադառնում եք այս փառատոնին։ Առաջին մասնակցությունն է ձեր։ Այո, իմ առաջին մոնո ներկայացումն է եւ առաջի մասնակցությունն է եւ ներկայացման պրեմիերան է։ Դա հետաքրքիր բան կա, որ այս փառատոնը ունի իր հանդիսատեսը։ Այսինքն ներկայացումից ներկայացում գնում ես ու տեսնում ես, որ то есть մարդիկ կրկնվում են ու մարդիկ հետաքրքրությամբ մարդիկ կանչում են, ավելանում են, ոչ թե միայն կրկնվում են, մեկը ինչ որ մեկին կանչում է։ Երկրորդը ուզում եմ մի հատ առանձնացնել մի ներկայացում, եթե դուք տակ նայել եմ ամսի 15-ին,
театр «Красный флаг», «Спасти», Красный факел։ «Красный факел», հա, յուրահատուկ ներկայացում էր, նենց սիներգիա կար, ու այդ ներկայացումը ես կուզենայի, որ տեսնեին ոչ միայն հանդիսատեսը փառատոնին, այլ Հայաստանի թատրոնի ռեժիսորներ եւ դերասանները, որ հասկանան, որ как можно это все сделать, էլի։ Իսկ իմ ներկայացումից Ինչպես է կարել։ Ես это актер դերասանական ներկայացում է, այսինքն ես բեմադրել եմ, ես խաղում եմ երաժշտություն։ Սամ սպիրիժը տարբերակում։ Այո։ Ուղղակի ժամանակը շատ ցուղ էր, չկար ժամանակ, որ ինչ-որ ռեժիսոր կանչեի։ Խոսենք թեմայից, անվանումից։ Անվանումը Եսենին, այդ Եսենինի ժխտում չի, այդ հրաժեշտը Եսենինի կերպարին։ Ներկայացման պերսոնաժը ես եմ, սենց ասեմ, ինչ շատ են նմանացրել միշտ Եսենինին, ներկայացման մեջ իմ բանաստեղծություններն է եւ ես իմ բանաստեղծությունը միրսած եւ գնում է «Прощание с образом хулигана»։ Տենց ասեմ։ Եսենինը ձեր սիրելի գրողն է։ Գրողներից է կամ։ Ինչ։ Գրողներից է կամ։ Գրողն է, պոետը։ Գրողն է։ Հա, իմ սիրելի պոետն է, ով ես փորձում եմ սա ստմալի, բայց все-таки не Есենին։ Եսենին, հա, այդ է էլի որ Եսենին է։ Կարևոր զգացողությունն է։ Իսկ ասեք ինչպես առաջին տարին է ինչպես արդեն նշեցինք, որ դուք մասնիկն եք, ինչպես եկաք, ինչպես դարձաք այս մեծ ընտանիքի մասնիկը։ Դե գիտեք ինչ մենք հայտեր ենք ընդունում, երբ հայտը եկավ, ես ճիշտ ասած մի քիչ զարմացա, բայց ուրախացա, որովհետև ես գիտեմ, որ մեր շատ սիրելի Զակը, մենք բոլորս այդպես ենք իրան անվանում, նա որոշեց մտնել այդ մեծ ընտանիքը, որովհետև դա գիտեք ինչ արմոնո փառատոնը եւ մոնոներկայացումները այդ տեսակ են, որ մտնում ես մեջը եւ չես ուզում դուրս գալ։ Մի անգամ անելուց հետո երկրորդ, երրորդ, չորրորդ եւ այդպես շարունակ։ Եվ դա շատ հետաքրքիր է եւ միգուցե դա է գրավականը, որ արդեն որ երրորդ տարին մենք մեզ աջակցում է մեր ԳՄՍ նախարարությունը եւ քաղաքապետարանը, որովհետեւ առանց իրանց դա հնարավոր չէ անցկացնել տենց բարդ, խորը, հետաքրքիր եւ լիքը մասնակիցներով փառատոնը։ Այդպես որ Բարդագույն ժանրերից է եւ ամեն տարի փաստում եք, որ ավելանում են, այո, բաբկենն էլ բառ ապացույց այս տարի։ Հետաքրքիր է այդ հետաքրքրությունը ինչու՞ն է կայանում, որ արտիստները գալիս են եւ ներառվում են մեր շարքերին։ Ինչու՞մն է կատարվում։ Մոնո ներկայացման առանձնահատկությունը, բացի այն, որ շատ բարդ է բաբկեն։ Դե բարդությունը մի կողմ է շատ հետաքրքիր էքսպերիենս է, երբ դու ես մենակ ու դալիճը չունես պարտներ, չկա ոչ մեկ ով քո ուժերը դες փորձում էլի հասկանաս ով ես դու որպես դերարար։ Դու քեզ հետ։ Դու քեզ հետ, դու քո ներքին պերսոնաժի հետ, որին ստեղծել ես։ Ու հետաքրքիր է նա, որ եթե ինչ որ նա պարտներ ունես, իրավունք ունես սխալվելու, բայց հիմա խաղանք է հնարավորություն։ Բայց այս դեպքում սխալվելու իրավունք դարապես չունես։ Կամ եթե դու սխալվում ես, ոչ մեկ չգիտի այդ մասը։ Որովհետև դու մենակ ես։ Որովհետև դու մենակ ես եւ քո զուգընկերը չի ասի քեզ։ Այ չասեցիր ես։ Տեսեք, երևում է չէ որ առաջի անգամ է մոնո խաղում Վարպետորեն տակից դուրս գա։ Տիկին Մարիան, սովորաբար Արմոնն աչքի է ընկնում նրանով, որ ուսանողներն են շատ հետաքրքրված, սպասում են, միշտ ուզում են սկսնակ ուսանողները մասնիկ դառնալ, իսկ արդեն տարիների փորձ ունեցողները իրենք էլ արդեն մասնիկ են։ Այս տարի կա նման հետաքրքրվածություն եւ իհարկե կա նաեւ մարզերից, նաեւ Գյումրուց մենք ունենք Արմեն Արշալույցյանին, որը հետաքրքիր երիտասարդ բեմադրիչ է եւ արդեն երկրորդ տարին է մասնակցում Արմոնոին եւ եթե անցած տարին նա դերակատար էր, այս տարին բեմադրիչ եւ այսպես շարունակ մենք ունենք երիտասարդներ, այո, ունենք եւ տարբեր երիտասարդներ, այդպես որ Աստված առաջ ինձ թվում է հիմա արդեն կսկսվեն մեր հայկական ներկայացումները ավելի շատ եւ մեր երիտասարդները փայլեն։ Տիկին Մարիան, ինչ հնարավորություններ են նրանք ստանում բեմում փայլելով, այսինքն հետագա համագործակցություններ, ասեմ ձեզ, դա հարթակ է, որտեղ դու ամեն երիտասարդ կամ ոչ երիտասարդ հասկանում է, ինքը կարողանում է պահել դահլիճը,
գրավել եւ պահել, որովհետեւ դերասանի համար դա ամենակարևոր բանն է։ Իսկ հետո փառատոնը կան ներկայացումներ, որոնք ունենում են շատ երկար կյանք, ինչպես օրինակ, ինչքան գիտեմ, արդեն այս 2 օրը պիտի մեր Արման Մաթևոսյանը մեկնի հերթական փառատոնին եւ իր Շելջերնոն ներկայացումը ստացավ եւ Արտավաս մրցանակաբաշխության ժամանակ մրցանակ եւ նա մասնակցեց արդեն բազմաթիվ փառատոնների եւ նույն Արմեն Փուշկյանը իր Սասունցի դավթով նա ընդհանրապես իր համար դա շրջադարձային դեր էր եւ իրենք արդեն մասնակցում են տարբեր փառատոնների նույն Լիլա Մուկուչյանը, որը նույնպես եթե ես չեմ սխալվում վաղը թե մի 2 օրից ներկայացում է խաղում կոնտրաբաս, որը բեմադրվել այո եւ իր համար դա նույնպես փառատոնը շատ շրջադարձային էր նա այ գիտեք ինչ այդ հաջողության էներգետիկան որ կա դա մտնում է քո մեջ եւ դու ես փոխվում այն խոսքերը այն փառատոնները որոնք հրավիրում են քեզ եւ դու գնում ես խաղում ես եւ զգում ես թե դու ես փոխվում քո ներկայացումն է փոխվում եւ դա տալիս է քեզ բացի ճամփորդություններից ինքնա զգացողության փոփոխություն որը ազդում է նաեւ քո մթնոլորտի եւ քո ընդհանուր գործերի վրա այս կա ներկայացումներ որոնք այո խաղացվում են մոռացվում են գուցե երբեմն դառնում են այո սենց այդպես որ փառատոնը այդ տեսակ վայր է Բաբկեն ոնց հետաքրքիր է Բաբկեն ձեզ համար հնարավոր է սա եւս արդեն դառնա փոփոխական հայ այս բեմական ճակատագրի եւ արդեն հանդես գաք միայն այս ոճում մտածել եք այդ մասին այս ժանրում մոնոժանրում մտածել եմ որովհետեւ հիմա դեռ չեմ փակցել իմ առաջին մոնոներկայացումը բայց հիմա մոնոներկայացում եմ գրում ես դրամատուրգ եմ էլի հետնել Յագոյի մասին ուզում եմ այդ խաղամ արդեն մյուս տարի հայտ ներկայացնեմ արդեն ասեն դարձավ փոփոխական առաջ Տիկին Մարիաննա, հայտերից ինչ չափանիշներով եք ընտրում ներկայացումները, այ օրինակ Բաբկենը առաջին տարին էր, որ ներկայացրել է հայտ, ինչով եք առաջնորդվում։ Ասեմ ձեզ, դե մեր հայաստանցիների համար մի քիչ ավելի հեշտ է, որովհետև գրեթե բոլորը ընդգրկվում են, բայց դրսի մասնակիցների համար, դա մի քիչ ավելի բարդ է, որովհետև մեր հանդիսատեսը պիտի հավանի այդ ներկայացումը, պիտի մի քիչ մեր մտայնության մեջ լինի կամ համապատասխանի մեր երկրի, մեր հանդիսատեսի համար։ Հետո գիտեք ինչ, ներկայացումները պիտի լինեն շատ բազմաժանր, որ ամեն մեկը գտնի այն ներկայացումը, որը իր սրտով է։ Իսկ ինչու են մեր ներկայացումները բոլորը ներառվում, որովհետև բոլորը լավն են, թե քիչ են, թե հայ են։ Հայ ենք, չէ ոչ բոլորն են ընդգրկվում, բայց ուղղակի իրոք հասկանում եք կա տենց բան, երիտասարդներին պետքա ճանապարհ տալ, թևեր տալ։ Ես դա շատ եմ սիրում ասել, պետքա թևեր տալ։ Այ դերասանին ընդհանրապես երիտասարդ, ոչ երիտասարդ, պետք է թևեր տալ։ Եվ դա նույնպես շատ կարևոր է, որ զգաս, որ դու կարևոր ես, որ դու պահանջված ես, որ դու տաղանդավոր ես եւ երջանիկ ես։ Եվ մոնոներկայացումը տալիս այդ տեսակ հնարավորություն, իսկ հետո կյանքը ցույց է տալիս։ Թևեր տալը շատ կարևոր է բոլոր բնակավարում, բայց հատկապես ստեղծագործող մարդկանց համար դա շատ կարևոր է։ Եվս մեկ անգամ կհիշեցնեք այսօր ձեր ներկայացման մասին, որտեղ գան, ինչպես դիտեն։ Ներկայացումը կոչվում է Նիսենին, թատերական գործիչների միություն։ Դաշտոցի 13։ Ժամը 6-ին։ Սպասեմ բոլորին սիրով։ Շատ շնորհակալություն, հուսով եմ հեռուստադիտողը ֆիքսեց եւ կգնա ներկայացումը կնա եւ ընդհանրապես մասնիկը կդառնա այս փառատոնի, որովհետեւ շքեղ գեղեցիկ ներկայացումներ կան, որոնք ձեր հոգեվիճակը կփոխեն, ես վստահ եմ։ Եվ նաև համաշխարհային թատերական աշխարհի հետ կծանոթացնեն, որովհետև մոռացանք հարցնել Տիկին Մարիաննա նոր երկրներ
կան այս տարի։ Դե երևի Հետգրության տեսքով։ հետգրության տեսքով դե գիտեք ոնց Ռումինիան երևի շատ Վրաստանը միշտ կա, մոտավորապես եւ Իսպանիան կար, բայց վաղուց Իտալիան շատ հետաքրքիր դա կոմեդիա դելարտեի ոճով էր բեմադրված, մի խոսքով շատ տարբեր էին։ Շնորհակալություն, հիշեցնենք, որ մեր հյուրերը Արմոնո թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը եւ դերասան Վաբկեն Զաքարյանն էին, մենք կհանդիպենք քիչ անց։ Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր եք արթնացել, այս պահին խոսելու ենք առողջությունից, ինչն է օգտակար, ինչը ոչ, ինչն է օգտակար, բայց նաև ունի հակացություններ, որոնց միշտ պետք է հետևել։ Մեր բոլորի կողմից շատ սիրված օգտակար էջն է այս պահին եւ պատմելու ենք հապալասի մասին։ Վերջին տարիներին է հապալասը։ Շատ մոդայիկ, միշտ պտուղ է այն։ Այո, համեցեք։ Սնունդը զարդարելու համար արտաքնից գեղեցիկ, ինչպես նաև օգտակար։ Խոսքը հապալասի մասին է։ Հապալասի օգտակարությունը պայմանավորված է դրանում մեծ քանակությամբ C եւ K վիտամինների առկայությամբ։ Հենց այդ պատճառով այն խորհուրդ են տալիս իբրև հակաբորբոքային միջոց, որը կարգավորում է նաև նյութափոխանակությունը։ Բացի վիտամիններից այն պարունակում է նաև կալցիում, մանգան, մագնեզիում։ Հակաօքսիդանտների բարձր պարունակության շնորհիվ հապալասն օգտակար է ազատ ռադիկալների ազդեցության չեզոքացման հարցում, ինչպես նաև նվազեցնում է ուռուցքների, սրտի անոթների, աչքի հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Հակաօքսիդանտներն օգտակար են նաև օրգանիզմի բորբոքային պրոցեսների կանխման համար։ Հապալասի պարբերական օգտագործումը կարող է նպաստել արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը, ճնշման կարգավորմանը, կարող է կանխել շաքարային դիաբետի առաջացումը, ինչպես նաև արագացնել բջիջների վերականգնման գործընթացը։ Հապալասն հատկապես օգտակար է գաստրիտի եւ խոցային հիվանդությունների դեպքում։ Հատապտղի տերևները օգտակար են նաև շաքարային դիաբետ ունեցողների համար, քանի որ նվազեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Հապալասը դանդաղեցնում է նաև գլխուղեղի բջիջների ծերացումը եւ պաշտպանում ռադիոակտիվ ճառագայթման վնասակար ազդեցությունից։ Հատապտղի վրա երևացող նստվածքը նույնքան օգտակար է, որքան դրա պտղամիսն ու կաշին։ Դրանք պրոբիոտիկներ են, որոնք հատապտուղը պաշտպանում են վարակներից եւ միջատներից։ Հատապտուղը օգտագործելիս հարկավոր է լվանալ, բայց այնպես, որպեսզի պահպանվի այդ արտաքին շերտը։ Չնայած մի շարք օգտակար հատկանիշներին, այս հատապտղի չափից շատ օգտագործումը կարող է ոչ այնքան լավ հետևանքներ ունենալ։ Հապալասը կարող է վնասակար լինել ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց համար։ Դրա չարաշահումը կարող է հանգեցնել գլխապտույտի եւ սրտխառնոցի։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել օրական 200 գրամից ոչ ավել հապալաս։ Ցանկալի չէ հապալաս օգտագործել նաև միզաքարային հիվանդությունների դեպքում։ Այս հատապտղի չարաշահումը կարող է նաև ալերգիա եւ փորկապություն առաջացնել։ Բարի լույս, սիրելի հեռուստադիտող, բարև, երկիրը շարունակվում է եւ հիմա շատ հետաքրքիր թեմայից ենք խոսելու, ինչու, որովհետեւ այսօր ապրիլի 18-ը հայ սկաուտները նշում են իրենց օրը, նախ շնորհավորում ենք եւ ասում, օրը պատահաբար չի ընտրվել, որովհետեւ առաջին սկաուտական շքերթը Հայաստանում տեղի է ունեցել 1920 թվականի ապրիլի 18-ին։ Ցեղասպանությունից փրկված հայ մանուկների ձևավորված սկաուտական կազմակերպության ջանքերով։ Եվ այստեղ գեղեցկուհի 3 սկաուտի ենք մենք հյուրընկալել, ինչպես ասում են, հոգով, մարմնով, տոկուն եւ միշտ պատրաստ։ Իսկ նրանք են սիրելի հեռուստադիտողներ հայ մարմնակրթական ընդհանուր միության հայազգային սկաուտական կազմակերպության Երևանի Գրիգոր Հակոբյան մասնաճյուղի խմբի խմբապետ Շուշի Հեղինյան, Աբովյանի մասնաճյուղի անդամներ Ալիսա Բադալյան եւ Սիրարքի Աբրահամյան։ Բարի լույս, մեզ մոտ եւ շնորհավորում ենք ձեր տոնի ապակցությամբ։ Ինչպես եք անցկացնում այս օրը։ Շատ հետաքրքիր է։ Մենական է իսկապես, ինչ եք անում։ Մեծ ոգևորությամբ
միանշանակ տոնական է եւ ամեն տարի յուրովե ենք նշում։ Ունեցել ենք Scout Fest, միշտ միասին հավաքվում ենք ու միասին ենք այդ տոնը նշում։ Հա, առավոտյան երաշնորհավորանքներ ենք ուղարկում, հետաքրքիր սկաուտական ողջույններ տարբեր երկրներից, սկաուտների կողմից շնորհավորանքներ ենք ստանում։ Աղջիկներ, կասեք ինչպես եք ընտրել հա սկաուտ դառնալու, ինչպես եք եկել սկաուտ դառնալու որոշմանը եւ ինչ հոգեվիճակ է ձեր մոտ փոխվել դրանից հետո։ Ինձ ուղղորդել է, այսպես ասած, մայրս, ով եւս սկաուտ է եղել երկար ժամանակ, ու սկաուտությունը միանշանակ դրական ազդեցություն է ունեցել թե ին որպես անձ ձևավորմանը, թե ավելի ինքնավստահ դառնալուն եւ թե իհարկե ընկերներ գտնելուն, ու ես զգում եմ, որ ամեն տարի ավելի ու ավելի դրական ազդեցություն է ունենում սկաուտությունը։ Ալիսա, դուք։ Ես եւս Աբովյանում մի շրջան շատ տարածված սկաուտությունը, ես էլ լսեցի ու մեծ ողջավորությամբ միացա, հայրս էլ խորհուրդ տվեց, հայրս ակտիվ կամավոր է եղել երիտասարդական տարիներին ու լսել էր սկաուտության մասին, այդպես ես էլ միացա։ Շուշի։ Նույնպես ես էլ իմ ծնողներից այսպես դրդված եւ ողջավորված փոքր տհասակից արդեն սկսել եմ այսպես ասած ծավալել իմ գործունեությունը սկաուտական կազմակերպության մեջ ու ինքը ավելի շատ տվել է իմ անձնապես ասեմ ռիսկ որ ամեն ինչ, այսինքն, չգիտեմ, ինչ որ հնարավոր չանել իրական կյանքում, այդպես ռիսկի գնալ եւ այլն, ընկերների հետ, թիմի հետ, շնորհիվ եւ այլն։ Աղջիկներ, քանի որ հեռուստադիտողներից շատերը գուցե չիմանան հասարակ ով է սկաուտը, ես ուզում եմ մի փոքր լուսավորենք նրանց եւ ասեք նախ ով է սկաուտը, մարդկային, բարոյական ինչ արժեքներով է կրթվում, կերտվում, նաեւ տարբեր տարիքային խմբեր գոյություն ունեն պատմեք դրանց մասին, որովհետև գուցե շատերը հեռուստադիտողի շարքերից որոշեն, որ պետք է բռնեն ձեր ճանապարհը։ Սկաուտը պատասխանատու անձ է, պատասխանատու քաղաքացի է, ով մտածում է թե բնության մասին, թե շրջակա աշխարհի շրջապատի մասին, համաշխարհային սկաուտությունում կա աշխարհը դարձնել ավելի լավը լոզունգը եւ միանշանակ սկաուտների գործունեությունը հենց դրան է ուղղված եւ նաեւ Հայաստանի սկաուտության մեջ մենք ասում ենք բարձրացիր, բարձրացուր, այսինքն այն գիտելիքները, այն ունակությունները, որոնք մենք ստանում ենք սկաուտության միջոցով, մենք հետագայում փոխանցում ենք մեզանից ավելի փոքրին կամ նրանց, ովքեր նոր են անդամագրվում։ Շուշի, հետաքրքիր է, իսկ ինչ է նշանակում խմբապետ, այսինքն ինչով է առանձնանում պարտավորվածություններն են գուցե շատ պատասխանատվությունն է ավելի մեծ։ Պատասխանատվությունը միանշանակ ավելի մեծ է, որովհետև երբ որ դու լինում ես պատասխանատու, արդեն համ անունով, համ այսպես ասած քո գործունեությամբ արդեն քո վրա մեծ պատասխանատվություն է լինում։ Խմբի խմբապետը այդպես մեր պաշտոններից եւ կարելի ասել աստիճաններից մեկն է, որ ընդհանուր ինքը սկաուտական խմբին հասկի խմբին եւ այլն, այդպես ինքը պատասխանատու է իրաց քարերի համար եւ այդպես ինչ որ կատարվելու է, մեզ են ասում մենք էլ ավելի բարձր եւ այլն, այդպես ինքը պաշտոն է համարվում ու աստիճան։ Առաջին հայացքից ավելի կոփված տոկուն բնավորության տեր մարդ եք դառնում, չնայած իվերս պետք է դա լինի, բայց ավելի կոփվում եք։ Երկրորդ քայլով դժվարություններ կա առօրյա կյանքում, օրինակ երբ դու սկաուտի հոգեբանություն ունես, հանդիպելով անարդարությունների, ինչ որտեղ ոչ այնպիսի հարթակներ են, որտեղ կարծես սկաուտներ չեն, բայց անում են քայլեր, որ դուք ուզում եք նկատողություն անել։ Լինում են դեպքեր, որ ձեզ դժվար է սովորական կյանքում սկաուտի հոգեբանությամբ եւ կողիկությամբ։ Այսպես ասած, սկաուտությունը համել ինքը ոչ միայն այդպես ինքը կանոն է դարձնում ու դու ավելի համբերատար ես լինում, ավելի հանդուրժող ես լինում, այսինքն ինքը քեզ կոփում է ոչ միայն որպես դու լիդեր լինես, այլ նաև դու ճիշտ լիդեր լինես, այսինքն չխանգարի քեզ դիմացիներին։ Երբ որ ընդունվում ես աշխատանքի օրինակ բերեմ, դու պետք է չէ թիմային աշխատանք, ամենաշատ մեծ կարևոր բանը թիմային աշխատանք ու երբ որ դու արդեն հասկանում ես, որ պետքա քո ուղին այսպես համընկնի մյուսների հետ, պետք է այդպես համատեղել էլի իրար հետ։ Եթե տարիքային խմբերի մասին չխոսեցինք, որովհետև գիտեմ, որ փուլային, այո, տարբեր նախ սկաուտության բացեն բոլորը կարող են միանալ, սկսած 6-ից 6 տարեկանից, 6-ից 12-ները կոչվում են մեզ մոտ գայլիկներ կամ արծիվիկներ, արծիվիկները աղջիկների պարագայում, գայլիկների տղաների, 12-ից մինչև 18 տարեկանները սկաուտական հենց բուն ակտիվ տարիքային խումբն է, դրանից բարձր արդեն պարմանուհի ու երեցների խումբն է, նրանք ավելի կազմակերպչական, ավելի պատասխանատվական աշխատանքներով են զբաղվում, իսկ սկաուտական
գործունեության ընթացքում մենք շատ ակտիվ ծրագրեր ենք իրականացնում առօրյա գործունեությունների, այս քիրակնորյա գործունեությունների ընթացքում կուտակում ենք այդ գիտելիքները, հետո արդեն գնում ենք մեր բանակումներին։ Իսկ ասեք, ինչ հանրային միջոցառումներ եք իրականացրել այս ընթացքում եւ ինչպիսին եք նախատեսում առաջիկայում։ 4 տարի մեկ իրականանում են համահամաձայնական մարզախաղերը, երբ որ ՀՄՄ-ի դա ընդհանուր Սփյուռքի ստատուտությունն է, անդամները, մարզիկները գալիս են Հայաստան եւ խաղեր են իրականացվում, նաեւ 4 տարի մեկ ունենում ենք 2 տարի մեկ ունենում ենք համահամաձայնական բանակումներ, դրանք մեր ճամբարներն են, հավաքվում ենք բանակատեղիում ու ամբողջ կազմով մեր սկաուտական առօրյան եք կիսում։ Սիրակի դուք էլ ակտիվ եղեք, խնդրում եմ։ Ասացիք, որ սկաուտը առաջին հերթին պետք է աշխարհը ավելի լավը դարձնի, իր շուրջը, իր շրջապատը, հայրենիքի մասին հոգ տանի։ Այ հետաքրքիր է, ինչպիսի քայլերով է դա երևում, ինչպես է անդրադառնում, այո, դա հենց թեկուզ մեր փոքրիկ մեր շրջապատի վրա, հետո արդեն մեր ամբողջ երկրի հայրենիքի համար։ Սկաուտությունը նաև ոչ ֆորմալ կրթության տարբերակ է եւ սկաուտ մեթոդով ենք հիմնականում աշխատում, հիմնական մասերից դա անելով սովորելն է, այսինքն մեր հիմնական կրթական մասը ոչ թե տեսական է լինում, այլ ավելի գործնական, դրանք թե ֆիզիկական աշխատանքներն են լինում եւ թե ինչ-որ սոցիալական եւ այլն զարգացման համար միշտ անելով սովորում ենք, նաեւ ստանում ենք չափահասների օգնությունը, աջակցությունը, որը եւս սկաուտի շատ է օգնում եւ այդպիսով միավորելով թե տեսական մասը եւ թե գործնական մասը սկսում ենք ձևավորել հենց այդ արժեհամակարգը, որից խոսում ենք։ Իսկ ասեք, ինչպես կարող են հատկապես այն հեռուստադիտող, ում համար թերևս ծանոթ էր թեման, բայց կուզեն այս պահին լսեցին, կուզեն միանալ ձեզ։ Ինչպես կարելի է դառնալ սկաուտ։ Սկաուտությունը, սկաուտի գործող մասնաճյուղեր մենք ունենք Երևանի վարչական շրջաններում, Վեդիում, Արմավիրում, Աբովյանում, Գյումրիում ունենք մասնաճյուղ, միանալ հետևելով մեր սոցիալական էջերին կամ գալով մեր գրասենյակներ կարող եք կապ հաստատել եւ միանալ մեր շարժմանը, մեր կազմակերպության, ինչպես նաեւ մեր ակտիվ գործունեություններին, գրասենյակային ծրագրերին մասնակցել։ Եվ նշենք, որ դպրոցական դասընթացներին ժամերին չեն խանգարում, ինչպես ասացիք, ոչ ֆորմալ կրթությունը, այլ ինչպիսին է առօրյան կենսակերպը առհասարակ սկաուտի։ Ժամային եւ շաբաթական կտրվածքով եթե նայենք։ Հիմնականում գործունեությունները լինում են կամ շաբաթ օրերը կամ կիրակի օրերը, տևում են հիմնականում 2 ժամ, 12-ից 2 ընկած ժամանակահատվածում, դրանց իհարկե չի վերաբերվում արտագրասենյակային գործունեությունը, երբ որ օրինակ գնում ենք արշավներ, բնականաբար օրվա ավելի մեծ մասն է դա զբաղեցնում։ Միայն օգնում է սկաուտությունը մեր առօրյա մնացած գործերին, որովհետև այն արժեքները, այն գիտելիքները, որ ստանում ենք սկաուտության մեջ, դարձնում է մեզ ավելի ճկուն, ավելի պատրաստ ցանկացած իրավիճակի։ Նաև հավելեմ, որ ինչը որևէ ֆորմալ կրթություն ավելի այսպես հասկանալի ասեմ, երբ որ օրինակ դասարանում դաս ենք անում գրատախտակի դիմաց կամ դաս ենք պատասխանում տնային ենք անում, դա մեզ մոտ ընդհանրապես չի գործում, մեզ մոտ ավելի շատ անելով սովորելն է, ինչը նաև մտնում է սկաուտ մեթոդի մեջ, այսինքն շատ կարևոր է, երբ որ մարդ անի, այսինքն կարող է սովորել, բայց երբ որ չես գործում, այդքան հմուտ չես դառնում դրա մեջ ու մեր մոտ այդ սկաուտ մեթոդն է։ Այսինքն փորձի միջոցով երեխային տանել նրան, ընդհանրապես բոլորին տանել նրան, որ կարողանան շատ իրականում հետաքրքիր է, հատկապես կամքի դրսևորումները, հատկապես այս դարում կողքիկությունը դու քանի որ աղջիկ ունես, գիտես որքան կարևոր է ամուր հոգեբանությամբ մարդ դառնալը, շատ կարևոր գործ է լծված, այո, որովհետև երբ ժամը գրաֆիկը կազմակերպված է, կյանքդ էլ կարծես ճիշտ է ընթանում։ Աղջիկներ այս տարի բանակում, ճամբար, ինչ կա առջևում։ Ամենամեծ մենական բանակումներ լինելու այս համար ու բազում միջազգային ծրագրեր կան, որոնց մենք եւս մասնակցում ենք, որովհետեւ ՀՄՄ հասկը համարվում է լիակատար անդամ World Scouting-ի համաշխարհային սկաուտության։ Այստեղ Nexus-ը, այստեղ կարող եք մեր համազգեստներին տեսնել կրթապիտակները Nexus-ի։
Դա միջազգային ծրագիր էր, քանի որ Հոմանուտման հասկը հիմա համարվում է Եվրոպա ռեգիոնի մաս, մենք մասնակցել էինք հենց եվրոպական միջազգային ծրագրին, որի նպատակը հենց գործողություններով հմուտ դառնալն էր, մասնակցել ենք երրորդյա էքսպեդիցիայի, արշավների ենք բազում գնացել, թիավարություն ենք փորձել եւ նման մեծ արկածների ենք եղել։ Մասնակիցների համար սփյուռքահայ շատ երիտասարդներ են հյուրընկալելու։ Այո։ Այդ ծրագրի շրջանում էլ կային մասնակիցներ Ալբանիայից, Մոլդովայից, Ռումինիայից ու փորձի փոխանակում նաև տեղի ունեցավ, լավ ընկերներ ձեռք բերեցինք, կապերը մինչև հիմա պահում ենք ամբողջ աշխարհում ներկայ։ Շնորհակալություն աղջիկներ, շատ իրոք կարևոր գործ եք լծված մեր հեռուստադիտողին հիշեցնենք ովքեր էին այս գեղեցկուհիները։ Նրանք Հայ մարմնակրթական ընդհանուր միության Հայ ազգային սկաուտական կազմակերպության Գրիգոր Հակոբյան մասնաճյուղի խմբի խմբապետ Շուշե Հեղինյանն էր, Աբովյանի մասնաճյուղի անդամներ Ալիսա Բադալյանը եւ Սիրարփի Աբրահամյանը։ Շնորհակալություն դրան համար եւ շնորհավորում ենք կրկին մեր բարեմաղթանքները խնդրում ենք փոխանցել նաեւ ձեր ընկերներին։ Շնորհակալություն։ Մենք շարունակում ենք մեր ընթացքը, մնացեք մեզ հետ։ Դե ինչ արդեն բարի կեսօր սիրելի հեռուստադիտող, որովհետև մենք ավարտեցինք այսօրվա մեր առավոտյան եթերը, մեզ մնում է ձեզ մաղթել օրվա հիասքանչ շարունակություն, բայց մինչ այդ իհարկե հիշում ենք մեր հովանավորներին։ Մեր հովանավորներն Տուն դե Փոխանուց սրահը, Աջափնյակ բժշկական կենտրոնը եւ Dream Park հանգստի գոտին։ Եվ իհարկե հիշեցնեմ այն հասցեները, որտեղով կարող եք եւ ցանկալի է, որպեսզի հետևեք մեր թողարկումներին, հատկապես եթե բաց եք թողել դրանք հեռուստացույցով դիտելու հնարավորությունը։ Երկիր մեդիայի YouTube-յան եւ Telegram-յան ալիքներ, ինչպես նաեւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան էջեր։ Մենք ձեզ բոլորից շատ սիրում ենք, անհամբեր սպասում ենք մեր հաջորդ հանդիպմանը, որը լինելու է վաղը։ Առողջ եղեք ու խաղաղ։